Դատական նիստը, պարոն Ղազարյան, այսօր դուք գրեթե 2 տասնյակ միջնորդություն ներկայացրեցիք եւ չգիտեմ իզարմանս մեզ նաեւ ձեզ թե ոչ, դատարանը բոլոր միջնորդությունները մերժեց։ Առաջարկում միջնորդում եք որպես վկա ներգրավել մի շարք պաշտոնյաների բարձրաստիճան, իհարկե դրանից բորբոքվեց նաեւ դատախազը ներողություն, ձեր չգիտեմ ինչպես են ասում իրավաբանական լեզվով ձեզ Այո, շատ լավ։ Հիմա սպասելի էր ձեզ համար այս ամենը։ Անկեղծ ասած չէ, որովհետև եթե ասենք այդ նույն նմանատիպ միջնորդություններ, ոչ իհարկե բոլորը, բայց գործում այլ անձանց ներգրավելու, ես իրականացրել էի վարույթ իրականացնող մարմին, քննչական կոմիտեին եւ մերժում էի ստացել։ Հասկանալի էր ինձ համար որոշակի իմաստով քննչական մարմնի քաղաքական կաշկանդվածության հանգամանքները մեր իրականության պայմաններում, որովհետև մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ քննչական կոմիտեի ղեկավարին ոչ միայն նշանակում է կառավարությունը օրենքի պահանջը, այլ նաև հեռացվում է քննչական կոմիտեի ղեկավարը իր զբաղեցրած պաշտոնից, ինչը օրենքի խախտում է։ Հետևաբար այդ մարմինները իրենց ամբողջ հիերարխիայով կարող են ունենալ որոշակի կաշկանդվածություն։ Բայց դատարան այն այցյանն է, որտեղ իրավական գնահատական է տրվում տարբեր հանցագործություններ կատարած անձանց, այդ թվում այն պաշտոնյաներին, ովքեր որ իրենց պաշտոնի բերումով կայացնում են որոշումներ, այդ թվում նախաքննական մարմնի ներգրաված աշխատակիցներին։ Եվ ես այս այցանում դատարանում ակնկալում էի, կարող եմ ասել, արդարադատություն, որ պետքա այն խնդիրները, որոնց ես բախվել եմ նախաքննության փուլում եւ չեմ ստացել արդար որոշումներ, դրանք պետքա ստանայի դատարանում։ Բայց դատարանը մերժեցին բոլոր միջնորդությունները, բոլոր առանց բացառության, հնարավորություն չտալով ստեյության իրացնել իմ իրավունքները։ Այսինքն դատարանի դիրքորոշումները մեզ համար ընդունելի չեն եղել եւ ես դատական նիստում եմ ներկայացրել իմ առարկությունները, ըստ որի դատարանը սահմանափակում է միայն նախաքննական մարմնի կողմից ներկայացված մեղադրանքով, գործով, այսինքն անկախ դրանից նախաքննական մարմինը ունեցել է արդյոք շահադիտություն թե ոչ, բարեխիղճ է գտնվել իր պարտականությունների կատարման մեջ թե ոչ, ինչի գնահատական տալու իրավունք դատարանը բոլոր դեպքերում ունի, որովհետև դատարանը վարույթի շրջանակներում իրավասու է իրավական գնահատական տալ ոչ միայն մեղադրյալներին, այլև գործում ներգրաված անձանց, այսինքն եթե օրինակ դատավարության ընթացքում հայտնվում է մարդ, որը տալիս է կեղծ ցուցմունք, այդ կեղծ ցուցմունքի վերաբերյալ դատարանը իր վերջնական վճռի մեջ նաև դրան է անդրադառնում։ Այսինքն մեղավոր կարա ճանաչի այն մարդուն, ովքեր որ մեղադրյալի կարգավիճակ ունեին, ինչպես նաև այն վկային, ով որ դատարանում տվել է կեղծ ցուցմունք, ի վերջո իր վերջնական վճռի մեջ նաև դրան կարա անդրադառնա։ Այսինքն դրա համար է որ դատարանը կոչվում է ընդհանուր իրավասության դատարան։ Այս պահին դատարանը հանդիսանում է որպես քննություն իրականացնող մարմին, այսինքն եթե նախաքննությունը քննչական կոմիտեում ավարտվել է, տեղափոխվել է դատարանում եւ դատարանը քննության ծավալների իմաստով որևէ կաշկանդվածություն չունի, թե քննչական կոմիտեն որպես նախաքննական մարմին ինչ քննություն է իրականացրել, ինչ արդյունավետ է։ Այսինքն այս պահին դատարանը ինքն է քննություն իրականացնում եւ որևէ կաշկանդվածություն չունի նոր ապացույցներ ձեռք բերելու։ Ես հարցումներ էի խնդրում դատարանից, որպեսզի նոր ապացույցներ ձեռք բերեն, հանգամանքներ եւ բոլորը իմ կարծիքով չափազանց հիմնավոր են, որովհետեւ ակնհայտ է, որ այս մարդիկ իմ նկատմամբ այս ըստեյության սպանությունը կազմակերպել են, ուղղակի չեն հասել իրենց նպատակին, ոչ մի այլ պատճառ չունենալով, այսինքն ես դատարանում էլ ներկայացրի, ոչ վիճաբանություն ա եղել, ոչ նախապես ինչ-որ խնդիրներ ա եղել, ոչ նյութական, ոչ մարդիկ իրանց համար, իրանց ասելով խումբ են, որում իրանք էլ ոչ մի ցուցմունք չեն տվել, որևէ ձևով ոչ նախաքննական մարմնին, ոչ դատարանին չեն օգնում իրենց հերթին այս հանգամանքները պարզելու համար, ասենք օրինակ մարդ ես, չէ, եթե դու որևէ հանցանք չես գործել, կարող ես օգնել իրավապահ մարմինին, ասես վատ դեպք ա եղել, ես իմ կողմից կօգնեմ ձեզ, ասենք օրինակ ասի, ես այդ օրը եղել եմ ուրիշ տեղ, ապացույց ներկայացնի օգնելու համար, որ իրական հանցագործները բացահայտվեն, չէ, ասենք թե դու ասում ես իրանք տենց է, իրանք դիրքորոշումը, իրանք կապ չունեն ընդհանրապես, իրանք չգիտեն թե իրանք չեն բերել այստեղ։ Գեժի դար է, ասենք բերել են մարդկանց դատում են, անը։ Մեն Տոֆի Սամսոնիչը ասած, մեր էլ գեժ է, էլ տրի մարդկանց դատեսի։ Հիմա
Լավ, ասենք դա քո դիրքորոշումն է։ Բայց լավ, դու եթե տենում ես, որ տենց հանցագործություն ա եղել, որևէ ձևով չես ուզում նպաստես դրա բացահայտմանը, չէ՞, այսինքն այստեղ միայն դատավարական իրավունք չէ, նաև արդարադատությանը աջակցելու պատրաստակամություն, ընդ որում որ ասես դե հիմա մարդ են, տեղյակ չեն, բավարար գրագիտություն չունեն, բայց դա չէ։ Իրանք ունեն նաև պաշտպաններ, ամեն մեկը մի պաշտպան, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաններ են, որոնք այո, հիմա իմ մոտ հարց է, չի առաջանում, ասում են, բայ եթե այս մարդիկ չեն աշխատում, ոչ մի տեղ չեն, այդ ավտոն ոնց են առել, դեպքից ընդամենը 20 օր առաջ, ով այդ ավտոյի փողը տվե, չի երևում ակնհայտ չի, որ դա իմ հասարակական քաղաքական գործունեության համար պատվիրված հանցանք է, այսինքն ցանկացած ողջամիտ անկողմնակալ դիտորդի մոտ այդ հիմնավոր այդ կասկածը հնարավոր չի չառաջանա։ Եվ ասենք օրինակ ով լսել է իմ դեպքի մասին, առաջի բանը, որ իրանք մտածել են, հələ չիմանալով, նա կարող է բան մտածեն, ասեն, այս ինչ տեղը բիզնես ա ունեցե, վարկա վերցե, փողը չի տվե, ասելա չեմ տալու, եկել են ծեծել են, չէ՞, ասեն, էդի բստես բաներ էլ չկա, չէ՞։ Հիմա այն մարդը, որ առաջին անգամ լսում է, որ դաժան բռնության է ենթարկվել իր շենքի մոտքում, Էդգար Ղազարյան, ինչ է մտածել։ Ակնհայտ մտածել է, որ դա պայմանավորված է իր քաղաքական հասարակ մեղադրական եզրակացության մեջ, նույնիսկ դա նշված չի։ Այսինքն այս մարդկանց գիտեք ինչ համար եմ, թե մարմնական վնասվածք։ Պարոն Ղազարյան, պատվիրատուների հետ կապված դուք հստակ ասում եք, որ կասկածում եք, որ պատվիրատուների մեջ, ենթադրյալ պատվիրատուների մեջ, այսպես ասենք, կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, այո, բայց հենց խոսեցիք հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, անգամ դատարանը թույլ չտվեց, որպեսզի հիմնավորեք, չնայած մինչ այդ դատարանը ասեց, որ նշեք բոլորի անուն ազգանունները եւ հիմնավորեք, թե ինչու եք կասկածում, որ այդ մարդը կարող է լինել պատվիրատու Եվ ըստ էության տպավորություն էր, որ դատարանը անհամաձայնություն հայտնեց կամ մերժեց այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը կարող են լինել ենթադրյալ պատվիրատուներ, այդպես ինչպես է լինում, առանց նախաքննության, առանց վկայության մերժել դա։ Ըստ էության, չգիտեմ, որևէ ձեւով չեն ներառում, բայց ես էլ դատարանների վերաբերյալ կարծեմ նորից եմ ասում, հիմա ասենք այդքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այդքան մարդ կա, չէ՞, ես ինչի եմ հիմնավորում, ասում եմ Դեպք եղել է հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 17-ին Հայելի մամուլի ակումբում ես հատկապես Աննա Հակոբյանի զինվորական գործին առնչության հետ կապված սուր քննադատական խոսք եմ հնչեցրել։ Դեպքից մի օր առաջ, դեպքի օրը Աննա Հակոբյանը Facebook-ում մի հատ ծավալուն գրառում արել, որ այնպես չէ, որ մենք էլ ենք չէ, ավտոբուսի մեջ, ավտոյի մեջ մտ կարճ գրառում։ Ծավալուն գրառում է, որ Word-ի ֆայլ ես բացում, դրա վրա երկար աշխատում ես, մտքերը ձևակերպում ես, հետո copy paste-ով տանում ես, paste ես անում, չէ, այդ գրառումը։ Ակնհայտ այդ բովանդակության մի ծավալուն գրառում արել, իր հուզականությունը արտահայտելով իր հասցեն հնչող քննադատության վերաբերյալ եւ այլն։ Հիմա ասում եմ, այս ժամկետներով իրար բռնում է։ Կան չէ, կարող մարդա, չէ, տգետների դպրոցա բացե, կարող է իր վրա էլ ազդե, կարող է մի քիչ իր տգիտությունն էլ հաղթահարվե դրանից։ Գալիս ասում է, անկեղծ ասած, ես եմ արել 1000 անգամ ներողություն եմ։ Կարա չէ լինի։ Ասենք ինչի այդ հնարավորությունը չես տալի այդ մարդուն, որովհետև հանցագործություններ կա, որ ինքնախոստովանությունը, հանցագործության լիարժեք բացահայտման աջակցությունը մեղմացուցիչ հանգամանք կարա դիտվի Բաժի չափը որոշելու համար, այսինքն ինչի մեկ այս մարդիկ շուտուշ դատվելու են, չէ՞, բացահայտվելու է, չէ՞, հանցագործություն։ Հիմա ասեք, ինչի՞ զրկում այդ մարդուն հնարավորությունից, որպեսզի ինքը ունենա արդարացնող հանգամանք իր նկատմամբ պատիժը մի քիչ ավելի մեղմ, սահունակ ասեն 4 երեխայի մայրը, թո ենթադրենք մի տարի պակաս նստի։ Ասեք, այդ հնարավորությունից ինչի՞ ես զրկում դու 4 երեխաների մորը։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Այսքանով ավարտում ենք մեր ուղիղ եթերը Երևան քաղաքի առաջին ացանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի